Բարձր կարդացեք, հետո մեկնաբանությունները կանեք, լավ։ Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ, այսուհետ Կենտրոնական բանկ տեղեկություններ ներկայացնելու համար։ Դրանք կարևոր ազդակներ են ֆինանսական համակարգում արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար։ Կենտրոնական բանկն այս պահին ուսումնասիրում է ձեր գրությամբ բարձրացված հնարավոր խնդիրը, ինչպես նաև խորհրդակցում է ձեր գրառումը նշված բանկի հետ։ Այսուհետ բանկ խնդրի հնարավոր լուծումներ գտնելու նպատակով միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ձեր գրությամբ նշված բանկի գործողություններում օրենսդրությամբ խախտումների հայտնաբերման դեպքում Կենտրոնական բանկն օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում կիրականացնի համապատասխան միջոցառումներ, իսկ հաղորդակցման արդյունքների վերաբերյալ կապ կհաստատի ձեզ հետ։ Կենտրոնական բանկն է պատասխանատվել, բոլորինը նույնը լղոզված պատասխաններ, 2 ամիս առաջ դիմել են։ Դատարկ է շենքը մեկը իջնի պատասխան տա։ Ինչքան պետք է բանը գործներս թողեն, երեխեքին թողեն, գործներս թողեն, մեր հաշվին է այս կառույցներն ապրում են, աշխատում են, մեր հաշվին մեկ տված հարկերի շնորհիվ։ Մեկը չկա պատկան մարմին իջնի պատասխան տա։ Այս մեջ, այո, 400,000 վարկ են ձևակերպել, իմ անձնական 9,800,000 գումարը տարել են։ Մեկ տարի արդեն քննչական կոմիտե։ Ձեզ առաջարկվել է քաղաքացին ուներ 9 միլիոն։ Ես դիմել եմ քննչականում ա գործը, մի քայլ առաջ չի գնացել գործը։ Պարտք են ձևավորել քաղաքացու վրա, այս ու նմանատիպ քաղաքացիներ մենք շատ ունենք, նախ 5 տարիների ընթացքում հանձնարարականներ պիտի տար այս բանկը, բացվենք էլի։ Ավանդի պես թողեք, թե բացառելու համար իմ հաշիվները, զերծությունները։ Ոչ, տունը գրավադրված գումարը չեմ հասցրել ծախսեմ, ճնշումների ներքո վաճառել եմ տունը, որ իրանց գումարը տա։ Պիտի ասեի, թե ինքը այս 2 օրվա ընթացքում ինչի չի տվել այդ հանձնարարականները, արդյոք հանձնարարական տալու անհրաժեշտություն չկար։ Միայն մայրաքաղաքի մասնաճյուղերից են տուժել քաղաքացիները, թե նաև մարզային դեպքեր ունեք։ Մարզային, մարզից եմ, Արարատի մարզից։ Այստեղ մեծամասնությունը մարզերից են, ինչ մարդիկ կան, որ Երևանաբնակ են, հիմնականում մարզերից։ Առանց զանգելու, ֆիզիկական անձի նույնականացնելու, ինչ իրավունք ունի բանկը վարկեր տրամադրի 5 միլիոն, 10 միլիոն։ Մարդիկ կան քնի զարթնում են, տեսնում են վարկա ձևակերպված իրանց վրա, թոշակառուի վրա վարկա ձևակերպված։ Ապա կան այստեղ շատ դեպքեր, որ արդեն դատական միջոցով այդ գումարները պահանջել քաղաքացիներից, ինչը եւս անօրինական է, եւ այդ գործողությունների մեջ անօրինական տարեր կան, ինչը ես անցած անգամ ներկայացրել եմ, որովհետեւ նորից եմ ուզում ներկայացնեմ, որովհետեւ բանկը երբ որ դիմում է դատարանի փիև թե գումարի բռնագանձման պահանջով, դատարանից թաքցնում է մի կարևոր հանգամանք, մի կարևոր փաստարկ, որը հետևյալն է, որ տվյալ գործի վերաբերյալ կան գործնախաձեռնված, ինչը ազդեցություն ունենում է իհարկե ընդհանուր իրավասությունների առաջադրյալի դատարանի որոշման վրա եւ որն էլ հիմնականում լինում է հետևյալը, քանի որ կա քրեական գործի արկայություն, դատարանը կասեցնում է գործը, քանի դեռ չի բացահայտվել քրեական գործը։ Դրանից էլ էլ խոցելի իրավիճակում հայտնված քաղաքացիներին, չէ՞ որ Կենտրոնական բանկը կարա նմանատիպ որոշում կայացնի, որովհետև դա է օրինականը։ Օրենքին չեն շրջանցում։ Հիմա Կենտրոնական բանկը ուղիղ լծակ ունի ազդելու բանկերին, չգիտեմ, պարտադրելու, հորդորելու, որպեսզի իրենք սառեցնեն վարկերը։ Դա օրենսդրական պարտավորությունն է։ Որովհետև հետո որ նաև բանկերի հետ խնդիր չառաջանա, իրենք էլ դատի չտան, օրինակ ԿԲ-ին։ Դա ֆունկցիոնալությունն է, ժողովուրդ ջան, եկեք հիմա Կառավարությունից ինչ պատասխանեցին դիմում եք ներկայացրել նախորդ կառավարությունների ուրեմն հանդիպեցինք Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հետ, խոստացան, որ կասեմ, նրա հետ ում հետ որ նախորդ անգամ էինք հանդիպել եւ խոստումներ էր տվել, բայց ասացիք ուր են մեր խոստումների պատասխանը։ Խոստացել են, որ կտան համապատասխան հրահանգներ համապատասխան մարմիններին եւ լուծում կտրվի այս պատուհասած իրավիճակին, բայց նորից եմ կրկնում, մեզ այո ընդունել են բոլոր մարմինները, բայց չկան գործուն քայլեր։ Բացի Կենտրոնական բանկից։ Կենտրոնական բանկը ընդունել է առանց լրատվամիջոցների, առանց հեռախոսների, գաղտնի խոսացեք, կամած խոսացեք, եկեք սենց արեք, եկեք ընենց արեք, եկեք ընենց արեք, որևէ լուծում չկա։
հրապարակային մենք MIP դեռևս չենք դիմել, բայց մենք չպետք է էլ դիմեինք, սա էլ MIP-ի տիրույթն է, համակարգել քաղաքացու եւ կենտրոնական բանկի միջև եղած իրավահարաբերությունները, պետք է համակարգել, չի համակարգել, գնում ենք ասենք, բա ինչի՞ չես համակարգել, ոնց է, հենց հիմա գնում ենք MIP։ Այս են ժամանակ առ ժամանակ գալու ենք, փակենք, հետո եթե հարցերը չլուծեցին, գնալու ենք բանկերը փակենք։ Մեկը այս հարցը լուծվելու է, մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի թալանվելու, սա մտքներից է թանեք, գնացինք։ Ներ ավանդի գործը։ Ուր է գնում։ Այդ